Ողջույն բարեկամներ, ձեզ հետ ինչպես միշտ My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր առավոտը սկսում ենք ամառվա արևով ձմեռային ափսեում, խորոված բանջարեղենով ձվածեղ, օրը էներգիայով և համով սկսելու լավագույն տարբերակ։ Աշնանային ծխի բույրով ներծծված բանջարեղենը ձմռանը դառնում է իսկական դելիկատես, կարծում եմ համամիտ եք, երբ խոհանոցում հանդիպում են աշնանային բերքն ու ձմեռային առավոտը, չկա ավելի հաճելի բան, քան ձմռան ցրտին բացել սառցախցիկն ու հանել աշնանային խորովածի բույրը։ Այսօր նախաճաշին պատրաստել եմ իմ սիրելի ձմեռային ձվածեղը, խորոված լոլիկով, պղպեղով և սմբուկով, մի կտոր թարմ հաց և ձեր ցանկացած հավելումներով ամռան շունչը զգալու համար։ Հիմա խորոված բանջարեղենով ձվածեղ քայլ առ քայլ։ Բաղադրիչները առանց թվեր նշելու ձեր ցանկությամբ։ Աշնան խորոված և սառեցրած բանջարեղեն, լոլիկ, բիբար և սմբուկ։ Իհարկե խոսքս սառցախցիկում սառեցրած բանջարեղենի մասին է։ 2 ձու կամ 3 ձու, կարագ կամ ձետ տապակելու համար, աղ, սև պղպեղ և վերջում թարմ կանաչի, համեմ կամ մաղադանոս։ Ինչպես ենք պատրաստելու, բոլորդ էլ գիտեք, ուղղակի նշեմ։ Հալեցում և տապակում։ Սառցախցիկից հանած բանջարեղենը թողնում ենք մի կտոր հալչի կամ օգտագործում ենք միկրոալիքային վառարան արագության համար։ Տապակի մեջ հալեցնում ենք կարագը և բանջարեղենը, թեթևակի տապակում, մինչև ավելորդ հեղուկը գոլորշիանա և խորովածի բույրը նորից արթնանա։ Ավելացնում ենք աղ, պղպեղ։ Այս փուլում կարող ենք նաև մի փոքր ճզմած ցխտոր ավելացնել բույրը ավելի ընդգծելու համար։ Ձուն նախապես հարում ենք պատառաքաղով կամ կարող ենք ուղղակի կոտրել բանջարեղենի վրա, եթե սիրում եք գլազոկ աչքով ձվածեղ և լցնում եք տապակի մեջ։ Ծածկում ենք կափարիչով և եփում 2-ից 3 րոպե մարմանդ կրակի վրա, մինչև ձուն պատրաստ լինի, բայց մնա նուրբ և հյութեղ։ Եվ վերջին շտրիխը անջատելուց հետո առատորեն ցանում ենք թարմ կանաչի։ Այսօրվա համար այսքանը, բարի ախորժակ եմ ցանկանում և արագ պատրաստում։ Կհանդիպենք, ցտեսություն։